Հիմա ձեր դարդերից խոսանք, թե պայծառապագայություն։ Ջամբարակ, Դբրաբակ, Դիլիջան, Հայաստան դաշինքը քարոզարշավի հերթական օրն անցկացրել է մարզային այցելություններով, դպրոցներ կառուցելուց մինչև պարգևավճարների հարց։ Գյուղացիների հետ Ռոբերտ Քոչարյանն է զրուցում, անեկդոտ պատմում, ծրագրերը ներկայացնում։ Իմ մոտեցում հետևյալն է, եթե գյուղում մարդ ուզում է մի բան սարքի, ոչ թե հողի գինը պիտի ավելացնես, հակառակ այն բանով էլ դու պիտի օգնես։ Պիտի խրախուսես մարդու, որ կառուցի գյուղում, ոչ թե Երևանում։ Գյուղ տեղ այմաս, Հին անեկդոտ կար, չգիտեմ, գիտեք թե չէ, որ բանա, այդ մի քիչ ուրիշ անեկդոտա չէ։ Որ մեկը բանա, ինչ որ բնակարան է ստանում Մոնղոլիայի բանի այդ կողմերի մասին, երևի մի քիչ։ Բայց յուրտայում էր ապրում միշտ, հիմա բերել է այդ բնակարանի մեջը յուրտ անդերել է, յուրտայում ապրում, տուն ասարկել ավելի ճիշտ ինչ-որ իպոթեկով բանով, հետո հարցնում է, ասում է, տուալետը ուր ես գրում, ասում է, զայուրտու։ Հիմա եթե տուալետ սարկելով համար ինչ-որ հատուկ բաներ են ուզում, ուրեմն մեր ծրագրում հստակ ֆիքսել ենք, որ դպրոցաշինությունը դպրոցներ փակելու համար չպիտի լինի, դպրոցներ փակելու համար։ Եթե դպրոց ես կառուցում մի հատ, 5 հատ փակելու համար, Ոյտի անընդունել է։ Օրինակ մի անգամ եթե պարտիավճար մի ամիս չտան, քանի նման կարգի հարց կարելի է լուծել գյուղերը։ Ձեր հարցը 3 ամսում կարան լուծի մի ամիս մարդ չգնա պարտիավճար չստանա։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով, եթե մարդը տուն չունի, ապրելու տեղ չունի, պետությունը պետք է շինարարություն անի, տուն տրամադրի։ Օրինակ աղետի գոտին իմ ժամանակ վերականգնել են Գյումրի, Սպիտակը, ու մարդիկ փող չեն տվել դրա համար։ Ամբողջությամբ պետության հաշվին շենքերը կառուցվել է, բնակարանները տվել են քաղաքացիների։ Հիմա սոցիալական շինարարությունը հետևյալն է, եթե նման կարգի վիճակներ կա, մարդ տուն չունի, տեղ չունի ապրելու, պետությունը պետք է շինարարություն անի այդ մարդկանց ապահովի։ Եթե պետությունը չի լուծում, ուրեմն իր տեղը չի։ Մեր ծրագրում կետ ունենք, որ գյուղացիների աշխատանքը պետք է ստաժ համարվի, Ագնես Ախամոյանն է նշում։ Ոնց է, Երևանում գնում են գործի, հետո գնում են թոշակի ստաժեր ունեն, չէ՞։ աշխատում, մեր ողջ Հողի վրա եթե աշխատում ես, համարում է ստաժ։ Այո։ Հավաքված բնակիչները Հայաստան դաշինքի անդամներին ներկայացնում են իրենց ուզող խնդիրները։ Հողի հարկից, գազիֆիկացման բացակայության, անտառների վերահսկողության խստացման մասին։ Բնակիչները դժգոհում էին, որ անտառներում ներդրված էկոպարեկները թույլ չեն տալիս մարդկանց վարելափայտ բերել։ Քոչարյանն էլ հիշեցնում է իր պաշտոնավարման տարիները, նշելով, որ շատ գյուղեր այդ ժամանակ գազիֆիկացվել են եւ շեշտում է այս հարցերը եւս կվերանայվեն։ Ամուր, պայքարի պատրաստ, եկել ենք ձեզել ոգևորեն։ Մենք ոգևորված ենք, որ նախագահ, հաղթենք, հաստատ, 100%։ ով է նկարում։ Ես։ Ընկեր Իրինամ Կրչյան, լուրեր։